Մատվիենկոյի հետ ձեր հեռախոսազրույցից հետո չկա որևէ տեղեկատվություն պաշտոնական արարողակարգից բացի, թե ինչ է քննարկել արդյոք հայ-ռուսական հարաբերություններում վերջին, այսպես կնճիռներից եք խոսել, վերջին խնդիրներից եք խոսել, այսինքն ԵԱՏՄ-ԵՄ այդ երկընտրանքը, որ մեզ առաջարկել են, այդ թեման կրկին ձեր հետ զրույցում խոսվել է, թե ոչ։ Արդյոք կրկին վերջնագիր է ներկայացել Հայաստանին։ Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ հայազանգը եւ ես պետք է ասեմ, որ ամենալավ եւ հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ եւ մենք խոսում ենք բաց, մշտապես խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ եւ հիմնական խոսակցությունը եղել է անձնական եւ ծննդյան կապակցությամբ զանգը այդ կապակցությամբ է եղել։ Ենթադրում եմ, որ Ստամբուլում մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, ինքը նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը, ենթադրում եմ այնտեղ կշփվենք։ Ստամբուլում ինչ կա, IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, Ում հետ են հանդիպումներ, պարոն Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ պարլամենտների ղեկավարների վերադառնալով էլի Ռուսաստանի հետ կապված։ Վերադարձեք Ռուսաստանին։ Պարոն Սիմոնյան, ինչ է Հայաստանի իշխանությունը որոշել այս փուլում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն մեր գործարանները խնդիրներ ունեն։ Մամուլում տեղեկատվություն կար, ջերմուկի հետ կապված խնդիրներ կարող է առաջանալ եւ թույլ չտալ արտահանումը, Պրոշյանի կոնյակի գործարանի եւ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնալ։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ըմբռնումով մոտենում Ռուսաստանը մեր այդ բոլորի հարցերին պատասխան, բոլորի հարցերը վերջացնելն է։ Ըմբռնումով է Ռուսաստանի պաշտոնյաները մոտենում Հայաստանի այսպիսի դիրքորոշման։ Օրինակ մենք կարող ենք այնքան մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան կարող ենք։ Այդ դրան ըմբռնումով են մոտենում։ Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսենք դրա մասին։ Խոսում են։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2-3 տարի բանակցեց ասոցիացիան համաձայնագիրը եւ մի գիշերվա մեջ sense թևից թափ տվեցին ինքը մտավ բանի մեջ այդ ԵԱՏՄ-ի մեջ համատեղեց, չէ, Մաքսայինի մեր ներողություն խնդրում, շնորհակալություն։ Ով ինձ անթեփ։ Մաքսային միության մեջ ինչ որ համատեղեց, չէ, նաեւ ինչ որ փաստաթղթեր ստորագրվեց եւ ինչ որ լուծումներ գտնվեց։ Նաեւ տենց նմանատիպ փորձ էլի շատ կա։ Այսինքն մի գիշերում ձեզ էլ փոխեն դառնակ։ Պարոն Սիմոնյան, Դոնա ջան, երբ որ սկսում ես, երբ որ լավ հարց ես տալիս, նորմալ հարց ես տալի, պատասխանում, բայց երբ որ սկսում ես արդեն ինչ որ բառախոս օրինակ վերեցիք, ես այդ օրինակի վրա եմ ասում։ Ես օրինակ վերեցի Սերժ Սարգսյանի վրա, տարբերությունը զգացել ես Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Թե չես զգաց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ես։ Օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասին ագենտ կլներ, դու բանտում կլներ կամ ինչ որ արդ երկր։ Փաշինյանից առաջ եղել եմ եւ բանտում ես տեղեկացնեմ, ես Փաշինյանից առաջ երեխեք, բայց ոչ թե վեճ անենք այլ հարցազրույցներ։ Կանգնի, շարունակեք իրան հարցեր։ Պարոն Սիմոնյան, լավ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար